Այդ են, էս են։ Եվ ուրեմն, երեք փորձ արվեց իրականացնել, այո, ամբողջովին կիսելով գործընկերներից պարոն Կոնջորյանի դիտարկումը, երեք փորձ արվեց իրականացնել 2 նոյեմբերի 9-ը, բայց եթե 2020 թվականին մեր ոստիկանները, ուժային կառույցի ծառայողները Երևանից հեռու կյանքի ու մահվան կռիվ էին տալիս մեր անկախության ու ինքնիշխանության համար ու չկարողացան կանխել պետական ինստիտուտների վրա հարձակումները եւ ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի վրա մահափորձը, ապա այսօր նրանք այստեղ են, բայց ցավոք այստեղ Երևանի կենտրոնում են ստիպված պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետականությունն ու ինքնիշխանությունը արդեն ներքին թշնամուց, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում եւ բարի ծառայություն եմ մաղթում Հայաստանի Հանրապետության պետական եւ հասարակական կարգի պահապաններին։ Ընդդիմությունը եկել է եւ Երևանից էլի նույն երգն է երգում, թե բա կառավարության ծրագիրը չի կատարվել, Լեռնային Ղարաբաղին վերաբերելի հատվածը այլևս իրագործելի չէ, հաբա անիրագործելի պետք է լինի։ Քանի անգամ մենք պետք է այս ամբիոնից արձանագրենք այս դավաճանական խմբակը ուղիղ կերպով պալատական հեղաշրջում է արել Լեռնային Ղարաբաղում եւ լուծարել Լեռնային Ղարաբաղը վերջնականապես փակելով Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իր հողում ապրելու վերջին պատմական հնարավորությունը։ Ահա թե ովքեր են այս մարդիկ։ Եվ ահա առավել եւս այս ամեն ինչից հետո այս մարդիկ բացարձակ որևէ բարոյական իրավունք չունեն Լեռնային Ղարաբաղի մասին խոսելու։ Եվ հիմա փորձում են կաթողիկոս Քոչարյան տանդեմի ղեկավարությամբ եկեղեցին եւ կրոնը պղծող իբր հոգեվորականներով նույնը անել Հայաստանի հետ։ Դրա համար, ինչպես արդեն նշել ենք, հանդիպում էին Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների հետ, փորձի փոխանակում էին անում, թե ինչպես լուծարել Հայաստանի Հանրապետությունը։ Բա երեկվա մարտակոչերը գոռում էին առաջ, առաջ, ասենք քիչ էր մնում ձիերով ու հարբած փղերով գային արդեն։ Այն Բագրատն էլ վազում է ոստիկանների վրա, քաշքշում է ոստիկաններին, հոգևորականի սքեմով, չնայած, ասում են, որ սառեցնելուց հետո դա այլևս սքեմ չի կարող կոչվել, բոլորովին այլ զգեստ է, ունեցա վազում ոստիկանների վրա, իրան դրել է լրիվ Բեթմենի տեղը Բագրատը, նայի շատ չոգևորվես, բարձր տեղից ընկնես Բագրատ։ Հիմա էլ եկել են ասում են, թե դա ստախոս Բագրատը թող դառնա մեր ժամանակավոր կառավարության ժամանակավոր ուրեմն վարչապետը։ Ասում են ուղիղ տեքստով, եկեք ոչ սահմանադրական ճանապարհով ստեղծենք ժողովրդի լեգիտիմությունը չունեցող մարմին, որ իշխանությունը անցնցում հանձնենք արտաքին ուժերին։ Էս են ասում։ Ուղիղ տեքստով են ասում։ Չեն էլ ամաչում։ Ում են էշի տեղ դրել ներողությունը ժողովրդական խոսքիս համար, ստացվում է, որ մենակ իրանց այս տարբերակը, որտեղ բոլորի համար ամեն բան առավել քան պարզ է։ Չի ստացվելու ձեզ մոտ, մենք թույլ չենք տալու։ Ձեր փորձերը 2 նոյեմբերի 9-ը կազմակերպել չի ստացվելու, 2 հոկտեմբերի 27 չի լինելու, 2 մարտի 1 չի լինելու, իսկ դուք հիշեք, որ հոկտեմբերի 27-ի քաղաքական խարանը մնալու է ձեր եւ ձեր քաղաքական սերունդների վրա, մարտի 1-ի քաղաքական խարանը մնալու է ձեր եւ ձեր սերունդների վրա, 44-օրյա պատերազմի հետևանքների քաղաքական խարանը մնալու է ձեր եւ ձեր քաղաքական սերունդների վրա, Լեռնային Ղարաբաղի լուծարման խարանը մնալու է ձեր եւ ձեր քաղաքական սերունդների վրա, Հավիտյանս հավիտենից։ Իսկ մենք 2021 թվականից հայ ժողովրդից ստացել ենք պողպատե մանդատ եւ անշեղորեն առաջ ենք տանելու Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության շարժումը։ Բոլոր կերած բաներում ինչ որ իրանք են արել։ Ով եք դուք ընդհանրապես։
Այո, վարչապետը ասել է լավ արե էլի անելու։ Մենք էլ ենք անելու, ամբողջ ժողովրդի առաջ հրապարակային ձեր երեսը ցույց ենք տալու ով եք դուք, ով եք եղել ընդհանրապես եւ ուր եք գնում։ Հերիք էլա բոլեղավարդը։ Հայ քեզ բան, մի հատ էստեղ Լևոն Քոչարյանն է, գալիս է բան դեմքով մարդու իրավունքների պաշտպանի դեմքի արտահայտությամբ ելույթներ է ունենում։ Լևոն Քոչարյանը մարդու իրավունքների փոքրիկ իշխանն է, լավ ասաց գործընկերուհիս։ Տղա ջան, ասեցի, բոլոր այդ հարցերիդ պատասխանները կգնաս հորդ կհարցնես։ Ինքդ քո մեջ կվերլուծես, ինչի ես եկես տեղ, ինչպես ես օգտագործվում եւ այլն, հետո նոր խոսանք մնացածի մասին։ Վերադառնալով մարդու իրավունքների առասարակ քննարկմանը, ընդդիմությունը ամեն մարդու հնարավոր բոլոր իրավունքները ասպատակում է ուղղակի։ Հիմա էլ ընկել են կրթվելու իրավունքի հետևից, նայեք, դաշնակները իրանց կոալիցիոն կառավարման ժամանակ օկուպացրել էին ամբողջ կրթական համակարգը, պատմության ֆակուլտետներ, դպրոցներ, պատմության գրքեր, որ թաքցնեին ժողովրդից իրենց իրական դեմքը, որ օրինակ իրանք Օսման դաշնակներ են, որ օրինակ հիմա իրանք Օսման դաշնակների հետնորդներն են, եկել են ստեղ ավարտին հասցնեն ըստ էության, ուրեմն Դավադիր, հələ հանգստացի դու մի հատ Թադևոս Ավետիսյան կամ Ավետիս Թադևոսյան, հանգստացեք ու իմ ելույթի ժամանակ ընդհանրապես տեղից խոսանք, չափերի մասին գնահատականը տվեք ձեր չափերը ցույց կտամ էսա ես քեզ։ Հանձնելով առաջ։ Հնարավոր բոլոր իրավունքները ցած փորձում են ոտնահարեն։ Կրթվելուց խոսում ես, գալիս ասում են, խանգարեցես Թադևոս Ավետիսյանը միտքս կտրվեց։ Հա, օկուպացրել էին ողջ, ուրեմն կրթական ոլորտը, որ իրանց էս դավադիր, դավաճան, դեմքը թաքցնեն ժողովրդից, որ դրա քողի տակ, ուրեմն իրանց քաղաքական նպատակներ իրականացնեն, կրթեն սերունդ, որը չի գալու իրանց հետևից, որովհետև չգիտի իրանք ինչ են արել։ Մենք եկել ենք, ասում ենք իրանք ինչ են արել, պատմության դասագրքերում գրելու ենք հայ ժողովրդի պատմության բոլոր դրվագները, որին որ պետք է հայ ժողովուրդը ծանոթ լինի, որպեսզի մենք ելնենք ուրեմն իրական փաստերից եւ ապրենք եւ մեր ապագան կառուցենք իրողությունների վրա։ Իրական Հայաստան կառուցենք, այո, սիրելի գործընկերներ։ Մյուս իրավունքը, որ ասպատակում են ուրեմն այս ընդդիմադիրները, օրինակ խոսքի ազատությունն է եւ լրագրողների իրավունքներն առասարակ։ Մի հատ թթու բառ ասես լրագրողներին, վայ, կգան պլակատներով ստեղ կկապեն։ Ամենայն արգանքով բոլորիդ նկատմամբ սիրելի գործընկերներ, ես էլ եմ լրագրող եղել։ Մի հատ թթու բառ ասեն, գիտես ինչ կանեն։ Էլ չեմ պատկերացնում, նյութեր կգրվեն, էլ չեմ ասում ինչ վերնագրերով եւ այլն եւ այդպես շարունակ, բայց որ օրինակ ընդդիմադիր падգամավորը գալիս է ասում է, որ լավ լրագրող լինեիք, կներեք այս ժողովրդական խոսքից, լավ լրագրող լինեիք, դուք էլ 4 սատ տուն կունենայիք։ Այսինքն էս ինչ ես ասում։ Տիկին Թագուհի Թովմասյան, հարգելի լրագրողներ, դուք նորմալ եք ընկալում ես, հարցեր չունեք Թագուհի Թովմասյանին դուք ընդհանրապես։ Դուք լավ լրագրող չեք։ Ես կարծում եմ, որ դուք լավ լրագրող եք։ 3-4 սատ տուն ունեք Երևանի կենտրոնում, հա? Օրինակ Տիկին Խամոյանը ունի, բան չունի, մյուս ընդդիմադիր նախկին լրագրողը ասելու Թագուհի Թովմասյան